Նոր կտակարան ընթերցվող հատվածներն են Մարկոս 14:27-52։ Հիսուսը կանխատեսում է Պետրոսի ուրացումը։ Հիսուսը նրանց ասաց. «Այս գիշեր դուք բոլորդ գայթակղվելու եք, որովհետև գրված է. հովվին կհարվածեմ և ոչխարները կցրվեն։ Բայց իմ հարություն առնելուց հետո ձեզնից առաջ Գալիլյա կգնամ»։ Պետրոսը նրան ասաց. «Թեկուզ բոլորն էլ գայթակղվեն, բայց ես չեմ գայթակղվի»։ Հիսուսը նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ այսօր, հենց այս գիշեր, դեռ աքաղաղը 2 անգամ չկանչած, դու 3 անգամ կուրանաս ինձ»։ Բայց Պետրոսն առավել ևս պնդում էր և ասում. «Ես քեզ չեմ ուրանա, եթե նույնիսկ հարկ լինի քեզ հետ մեռնել»։ Նույնը նաև բոլորն էին ասում։ Աղոթք Գեթսեմանիում։ Եկան մի տեղ, որ Գեթսեմանի էր կոչվում։ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Նստեք այստեղ մինչև աղոթեմ»։ Եվ նա իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին ու Հովհաննեսին, սկսեց տագնապել ու տխրել։ Այդժամ նրանց ասաց. «Հոգիս մահու չափ տրտմած է, այստեղ մնացեք ու արթուն կացեք»։ Եվ փոքր-ինչ առաջ գնաց, երեսնիվայր գետնին ընկավ և աղոթում էր, որ եթե հնարավոր է այդ ժամն իրենից հեռանա, և ասում էր. «Աբբա Հայր, քեզ համար ամեն ինչ հնարավոր է, այս բաժակն ինձանից հեռացրու, բայց թող չլինի ինչպես որ ես եմ կամենում, այլ ինչպես որ դու»։ Ապա Հիսուսը եկավ և նրանց քնած գտավ։ Պետրոսին ասաց. «Սիմոն, ննջում ես, չկարողացար մի ժամ արթուն մնալ։ Արթուն կացեք ու աղոթք արեք, որ փորձության մեջ չընկնեք։ Հոգին հոժար է, բայց մարմինը տկար»։ Եվ դարձյալ գնաց, աղոթեց, նույն խոսքերն ասելով, վերադարձավ և նրանց կրկին քնած գտավ, որովհետև նրանց աչքերը ծանրացել էին ու չգիտեին նրան ինչ պատասխանեին։ Երրորդ անգամ եկավ ու նրանց ասաց. «Դուք դեռ քնած եք և հանգստանում եք, բավական է, ժամը եկավ, և ահա մարդու որդին մեղավորների ձեռքն է մատնվում։ Վեր կացեք, գնանք, ահա ինձ մատնողը մոտեցավ»։ Հիսուսի մատնությունը և ձերբակալությունը։ Եվ շուտով, երբ նա դեռ խոսում էր, եկավ Հուդան, 12-ից մեկը, և նրա հետ կար սրերով ու մահակներով զինված մի ամբոխ, ուղարկված քահանայապետների, դպիրների ու ծերերի կողմից։ Նրան մատնողը նրանց նշան էր տվել և ասել. «Ում համբուրեմ նա է, նրան բռնեք ու զգուշությամբ տարեք»։ Հուդան իսկույն եկավ, մոտեցավ նրան ու ասաց. «Ռաբբի, Ռաբբի», և նրան համբուրեց։ Նրանք բռնեցին Հիսուսին և ձերբակալեցին նրան։ Ապա նրա մոտ գտնվողներից մեկը սուրը քաշեց, զարկեց քահանայապետի ծառային և նրա ականջը կտրեց։ Հիսուսն ասաց նրանց. «Սրերով ու մահակներով իմ դեմ ելաք, որպես ավազակի, որ ձերբակալեք ինձ։ Ամեն օր ձեզ մոտ էի, ուսուցանում էի տաճարում և ինձ չձերբակալեցիք, բայց այսպես եղավ, որպեսզի կատարվեն գրվածքները»։ Եվ ամենքը նրան թողեցին ու փախան։ Մի երիտասարդ էր նրա ետևից գնում, մերկ մարմնին սավան փաթաթած։ Նրան բռնեցին, իսկ նա սավանը թողեց ու մերկ փախավ նրանցից։